21-րդ դարը թևակողեց աշխարհ մեր բնակիչների համար դրական արդյունքներով։ Առաջներում կատարած աշխատանքները, հոգսերը այնքան շատ էին, որ մանավանդ կանայք ընդհանրապես ազատ ժամանակ չունեին։ Իսկ այժմ անգամ ամենահեռավոր գյուղերում կյանքը հեշտացել է։ Առաջինը, որը կարելի է նշել, դա բնական գազի առկայությունն է։ Հիմա առաջվա համեմատ կյանքը հեշտացել է նամանավանդ կինարմատների համար, որովհետև առաջ չկար լվացքի մեքենաներ, առաջ չկար գազ, բաղնիկ, բաքսիները, ամեն ինչ կյանքը հեշտացել է։ Եթե վճարումներ լիներ կիսով չափ դա ավելի լավ կլներ։ Գյուղերում առաջ անում էին կուն պրես էին անում։ Մեծ շուկով մարդ էին հավաքում, որպեսզի պրես անեն, չորացնեն, ներս լցնեն, հետո ներս տանեն, հետո նորից փոշին դուրս տանեն եւ շատ դժվար էր։ Իսկ հիմա վառարան չկա, փոշի չկա, տունը մաքուր, փոշի չի լինում ընդհանրապես եւ հեշտացել է կյանքը։ Եթե լինի աշխատանք, եթե աշխատանք եղավ, ամեն ինչ լավ է։ Իհարկե, եթե բոլորն էլ ջուր ունենան, ինչպես որ մենք մեր հարևան գյուղերը, որոնք որ մեր դիլիֆի ջրից օգտվում են, բոլորին էլ լավ է։ Ես կցանկանայի, որ մեր շրջկենտրոնն էլ, մեր քաղաքն էլ լավ ջուր ունենար, լավ մղումով, որովհետեւ բոլորի հեշտանար բոլորի ընտանիքի հոգսերը, ինարմատների լվացքը, չորացնելը, ամեն ինչը։ Այս տարի գարունը ոնց որ շատ դժվար է գալիս։ Կամաց, շատ կամաց եւ ուրիշ տարի այս ժամանակ մենք արդեն բաքսին չէինք վառում, ցորեկները անջատում էին, գիշերները անջատում էին, բայց այս տարի ոնց միացրած է աշնանից հետ մինչև այսօր 50-ի վրա դրած գնում է։ Դժգոհ չենք, լավ է, բայց դե գարունը ուշ է գալիս, ցանկատարածությունները ուշ են չորանալու, սերմնացուներ պետք է հայտայտվեն, թանկացել են, բայց դե լավ է, կյանքը ընթանում է։ Ձմեռը կարծես սկսել է երկարել։ Ճիշտ է, ծախսերը շատ են, բայց այն աթարը, որը քիչ առաջ նշեց բնակիչը, այլևս չկա։ Փոշին, ծուխը ու նրա հետքերը, ջուր կրելը լվացքի համար կամ թոնրում հաց թխելը, հիմա ամեն ինչ հեշտ է։ Երարը շատ սաստիկ է, վառելիքի ծախսը ավելի շատ կազդ է վառելիքի ծախսին, քանի որ այսօր դրսվար լրիտները գազավիկացված է, պարավոյ է ջերուցումը։ Ջավախքում կյանքը եռում է բնականon հունով։ Գարնանային օրերը չնայած դեռ չեն նշմարվում, բայց մարդկանց եռուզեռը ակտիվացել է, քանի որ գարնան նոր շունչը նրանց տալիս է նոր ուժ ու եռանդ։